Բարև բոլորին, մեր հերոստատիտողներին, մենք զրուցում ենք պրոֆեսոր Հոլգարների հետ, որը Փարիզի ամերիկյան համալսարանի պատմավոր պրոֆեսոր է։ Պրոֆեսոր, ուրախ եմ տեսնել ձեզ։ Շնորհակալ եմ Արթուր, հաճելի է նորից տեսնել ձեզ։ Նմանապես, եւ շնորհակալ եմ Հայաստան գալու համար։ Մենք այնտեղ հրաշալի համաժողով ունեցանք։ Լավագույններից մեկը, որ ես երբևէ ունեցել եմ։ Իսկապես։ Այո, անկեղծորեն եմ ասում, հրաշալի էր։ Դուք շատ սիրալիր եք, շնորհակալ եմ։ Դուք հիմա Բուդապեշտում եք, այդպես չէ՞։ Այո, ես Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կրթաթոշակառու եմ։ Վերջերս դուք Հունգարիան հյուրընկալել եք 2 համաշխարհային առաջնորդների։ Ճիշտ այդպես, դա շատ հուզիչ էր։ Բոլորը Բուդապեշտում ոգևորված էին դրանով, բայց ամեն ինչ ձախողվեց։ Ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ըստ ձեզ ինչու այդ չհաջողվեց։ Եվ ուր են հասել երկու կողմերն Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այսինքն կան սրացման որոշ նշաններ, կա ուժի որոշակի ցուցադրություն, ինչպես ասում են, բռունցքների թափահարում։ Նրանք խոսում են նոր միջուկային զենքի մասին։ Սա հարցը լուծելու պատասխանատու կամ ողջամիտ միջոց չի թվում։ Այո, կարծում եմ տեղյակ եք, որ Պուտինի եւ Թրամփի միջև Ալյասկայի գագաթնաժողովը նախապես պատրաստված չէր։ Իրական նախապատրաստություն չկար այն բանի համար, ինչի մասին նրանք պատրաստվում էին խոսել։ Ճիշտ է։ Պարզապես չհաջողվեց, ամեն ինչ անհաջող անցավ։ Ես կարծում էի, որ նրանք իսկապես կպատրաստվեն, բայց ամեն ինչ վերջին պահին որոշվեց եւ նրանք բավականաչափ պատրաստ չէին։ Կարծում եմ Թրամփի թիմակիցները նախ պատրաստվում էին Տոմահավք թևավոր հրթիռներ տեղակայել, դրանք տրամադրելով Ուկրաինային։ Սա ամենախելագար բանն է, որ կարելի է երևակայել։ Միանշանակ։ Եվ հանկարծ նա փոխում էր դիրքորոշումը, ասելով. «Օ, ոչ, մենք դա չենք անելու»։ Եվ հետո նա որոշում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռոսնեֆտի եւ մյուս ընկերության դեմ։ Ռոսնեֆտի եւ Լուկոյլի։ Դա ինչ-որ բան փոխեց։ Կարծում եմ երկուսն էլ վտանգավոր են, բայց տարբեր առումներով։ Նախ եւ առաջ նրանք արդեն իսկ ծրագրում են Տոմահավք հրթիռներ տեղակայել Գերմանիայում 2026 թվականին, բայց այդ մասին չի հաղորդվում։ Նրանք պատրաստվում են հաջորդ տարի միջին հեռավորության հրթիռներ տեղակայել Գերմանիայում, Ֆիլիպիններում եւ Գուամում, իսկ նոր պայմանագիրը ըստ ամենայնի կխզվի կամ կդադարի գործել, եթե այն չվերանայվի փետրվարի 26-ին։ Մենք մտնում ենք սպառազինությունների խոշոր մրցավազքի մեջ, որի մասին կարծես ոչ ոք նույնիսկ չի էլ մտահոգվում։ Ավելի ճիշտ, մենք արդեն դրա մեջ ենք։ Ես չեմ ասում, որ այն թեժ է։ Մշակվում էին հիպերձայնային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր կամ այլ զենքեր, որոնք այժմ նախընտրելի են, բայց դրանց նկատմամբ վերահսկողություն չկա։ Ծառը պատերազմի ժամանակ գոնե որոշ ջանքեր գործադրվում էին այդ ամենը մասամբ վերահսկելու ուղղությամբ, չնայած Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջև պարբերաբար տեղի ունեցող բախումներին։ Ներեցեք ձեզ ընդհատելու համար, ես ուզում եի ասել, որ մենք վերադարձել ենք 1974 թվական, բայց հետո հասկացա, որ իրականում մենք վերադարձել ենք 1970-ական թվականները։ Այո, մենք հիմա 1987-88 թվականներին միջին եւ փոքր հեռավորության միջուկային հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի ստորագրմանը նախորդած շրջանում ենք 1977-ից 1987 թվականների միջև։ 10 տարվա ընթացքում լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջև միայն աճում էր եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգները խաղարկեց Չինաստանի խաղաքարտը Խորհրդային Միության դեմ։ Նա խաբեությամբ Խորհրդային Միությանը ներքաշեց Աֆղանստանի պատերազմի մեջ։ Կարող եք վիճել, պետք է արդյոք Խորհրդային Միությունը մտներ Աֆղանստան թե ոչ, բայց Բրեժինսկին ինքն է ասել, որ Միացյալ Նահանգներն է փաստացի հրահրել Խորհրդային Միությանը։ Այո, մենք ունենք իր կողմից այդ մասին պաշտոնապես արված հայտարարություն։ Միանգամայն ճիշտ եք։ Իհարկե Խորհրդային Միությունն ամենայն հավանականությամբ ներխուժելու էր, եւ այդ ժամանակ Խորհրդային իշխանության ղեկին պարանոիդալ հոգեբանությամբ մարդիկ էին, այդ պարանոյան այնքան էր ուժ գնացել, որ նրանք կործանեցին կորեական ինքնաթիռը։ Իհարկե Ռուսաստանն էլ նախորդ տարի մի քաղաքացիական օդանավ կործանեց։ Այո, ադրբեջանական օդանավը դա շատ ցավալի էր։ Եվ այդ պարանոյան սրվեց 1983 թվականին, երբ ՆԱՏՕ-ն անցկացնում էր Able Archer զորավարժությունները, որի ընթացքում խորհրդային զինվորականներին թվացել էր, թե իրենք հրթիռներ են տեսել տեխնիկայի վրա եւ նրանք պատրաստվում էին հարված հասցնել, բայց այդ տղան, կարծեմ ազգանունը Պետրով էր, փրկեց աշխարհը չգնալով այդ քայլին։ Այո, ես հիշում եմ դա։ Սառը պատերազմի ժամանակ տասնյակ նման դեպքեր էին եղել։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք այժմ նույնիսկ հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագիր
հույս չունենք։ Երբ է եղել հակահրթիռային պաշտպանության մասին այդ պայմանագիրը։ 1970-ականների սկզբին, այդպես չէ։ Այո, դա 1963 թվականն էր, ապա այն տեղափոխվեց 2000-2001 թվականներ։ Ճիշտ է, այսպիսով մենք 50 տարի հետ ենք գնացել։ 1967 ներողություն։ Այո, ճիշտ է, այսպիսով մենք գրեթե 55 տարի հետ ենք գնացել։ 55 տարով պատմության կորուստ։ Ըստ ձեզ, ինչո՞ւ այս ամենը թղթե տնակի պես քանդվեց։ Սպառազինության վերահսկման բոլոր համաձայնագրերը, նոր աշխարհակարգը, բոլորը։ Դե գիտեք, դա իրականում ավելի շատ Քլինթոնից է գալիս, քան որևէ մեկից։ Նախ նա միավորեց Գերմանիան ՆԱՏՕ-ի կազմում։ Այո։ Գորբաչովին ասել էին, որ դրանից հետո ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, եւ դա արձանագրված փաստ է, ինչպես գիտեք։ Դրանք հիմա հերքում են դա։ Այո, Ջեք Մաթլոքն էր այնտեղ, նա ԱՄՆ դեսպանն էր Խորհրդային Միությունում։ Այո։ Նա այդ ամենի վկան է, ինչպես եւ մյուսները, եւ դուք կարող եք տեսնել դա տասնյակ եվրոպական եւ ամերիկյան փաստաթղթերում։ Այդ ամերիկյան փաստաթղթերն այսօր հասանելի են բոլորին։ Դրանք առցանց տեղադրված են։ Բայց ձեր կարծիքով դեպի ուր է սա տանում։ Կարծում եք լարվածության թուլացման եւ խաղաղ կարգավորման ու փոխզիջման որևէ հույս այժմ կա, որովհետեւ խաղադրույքները գնալով բարձրանում են։ Նահանգները խոսում են տոմահավքների մասին։ Ռուսները իրենց նոր հրթիռների մասին։ Այսօր է թե երեկ Տրամպը հայտարարեց, խնդրում եմ մի սպառնացեք մեզ միջուկային հրթիռներով։ Մենք խաղեր չենք խաղում։ Ես չեմ հիշում այսպիսի հռետորաբանություն սառը պատերազմի ժամանակ։ Սա շատ անպատասխանատու է։ Կա արդյոք որևէ հնարավորություն խաղաղ կարգավորման համար։ Դե գիտեք, սա այդ գաղափարախոսության խաղաղություն ուժի միջոցով խաղի մի մասն է, որ մենք արդեն ունենք ուժ, մեզ պետք չէ խաղեր խաղալ։ Մենք պարզապես պետք է ասենք, լսեք, եկեք գործարք կնքենք։ Եվ հնարավոր է Թրամփն այդպես էլ ասում է կուլիսներում, բայց հռետորաբանորեն նա հակված է ամեն ինչ բորբոքելու։ Այո։ Ուստի ես կցանկանայի, որ նա հայտարարեր, որ լսեք, եկեք ռացիոնալ լուծում տանք այս ճգնաժամին եւ փորձենք որոշ գծեր քաշել այնտեղ, Ուկրաինայում։ Բայց նա, ինչպես ինքն է հայտարարել, գործ ունի շատ ծանր էգո ունեցող տղաների հետ, լինի Զելենսկին թե Պուտինը, եւ իր համար շատ դժվար է։ Եվ եվրոպացիները։ Նաև եվրոպացիները, որոնք ռազմական ուժ են կուտակում։ Մակրոնը խոսում է միջուկային զսպումն ամբողջ արևելյան Եվրոպայի վրա տարածելու մասին։ Գերմանացիներն ավելացնում են իրենց ռազմական կարողությունները, լեհերն են ավելացնում իրենց ռազմական կարողությունները։ Այսպիսով մենք վերադառնում ենք համաշխարհային պատմության հիմունքներին։ Այս նույն բանը կրկնվում է արդեն 3000 տարի, եւ մենք բացարձակապես ոչինչ չենք սովորել պատմությունից։ Եկեք պատկերացնենք, կողմերը հասնում են որոշակի փոխզիջման, որոշ տարածքներ զիջվում են, թեև Զելենսկին հայտարարում է, որ ոչինչ չի զիջելու։ Ինչ կլինի, եթե մենք ունենանք Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա սցենարը, սառեցված հակամարտության նման մի տեսակով, ասենք այս պահի դրությամբ եղած շփման գծի երկայնքով։ Այո, դուք միանգամայն ճիշտ եք։ Գիտեք, հենց այստեղ է, որ իրավիճակն իսկապես կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Դեռ պատերազմի ընթացքում Պուտինը ռազմական դաշինք ձևավորեց Հյուսիսային Կորեայի հետ։ Դա հզոր հաղթաթուղթ է տալիս հյուսիսկորեացիներին, որը նրանք կարող են օգտագործել ինչպես Հարավային Կորեայի, այնպես էլ Ճապոնիայի դեմ, եւ ցանկացած փոքր միջադեպ կարող է սրել իրավիճակը։ Եվ Թրամփը նույնիսկ չի էլ կարող խոսել։ Թրամփը պնդում էր, որ Կիմն իր լավագույն ընկերն է, բայց նա ձախողեց գործարքը։ Իրականում դա Ջոն Բոլթոնի մեղքն էր։ Ես համոզված էի, որ Թրամփը ճիշտ է, որ գնաց խոսելու Կիմի հետ, բայց նա ձախողեց բանակցությունները։ Այսպիսով սա սցենարներից մեկն է, որը կարող է տխուր հետևանքներ ունենալ մեզ համար։ Չինաստան, Թայվանը մեկ այլ սցենար է եւ կան այլ սցենարներ։ Ես հետևում եմ Կալինինգրադի եւ Սուվալկի միջանցքին Հյուսիսային Եվրոպայում, որտեղ եւս լարվածությունը աճում է։ Մասնավորապես դուք գիտեք, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ում են։ Ինձ է թվում, թե այս իրավիճակը սկսում է շատ նմանվել 1914 կամ 1939 թվականների ժամանակաշրջանին։ Այդ ժամանակներն ենք հիշեցնում։ Ըստ իս սա երկուսի խառնուրդ է։ Մենք ունեցել ենք Խորհրդային Միության փլուզում, որն ինչ-որ առումով նման է կայզերական Գերմանիայի փլուզմանը, բայց նաև հիշում ենք ցարական Ռուսաստանի փլուզումը։ Այսպիսով սա Գերմանիա է ռուսական դեմքով։ Իհարկե հիտլերյան Գերմանիա չէ, բայց եթե նայենք որոշ ասպեկտներին, սա տանում է դեպի ստալինյան գաղափարախոսություն այն առումով, թե ինչպես են ռուսները վարում այս պատերազմը։ Եթե հակամարտությունը Ուկրաինայում սառեցվի, ըստ ձեզ, ինչ տեղի կունենա շփման գծի երկու կողմերում։ Ինչ տեղի կունենա ռուսական կողմում եւ ինչ տեղի կունենա արևմտյան կողմում։
Այո, այստեղ է, որ մենք իսկապես պետք է խոսենք խաղաղապահներ տեղակայելու մասին կայուն խաղաղություն հաստատելու համար։ Սա կայուն խաղաղություն չէ, դուք կտեսնեք Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա սցենարով ուժերի կուտակում երկու կողմերում, եւ ես լսում էի Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանին, որն ասում էր, թե կուզենար, որ այն նման լինի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջև իրավիճակին, որտեղ կա բաժանարար գիծ եւ երկու կողմերն էլ ուժեր են կուտակում դրա հետևում։ Սա այն սցենարը չէ, որին մենք պետք է ձգտենք։ Մենք պետք է թե Ուկրաինայի, թե Ռուսաստանի համար ընդունելի չեզոք խաղաղապահներ տեղակայենք շփման գծի ճիշտ երկայնքով։ Ուկրաինան ստիպված է լինելու ընդունել ֆիննական մոդելը, որն, ինչպես գիտեք, կորցրեց Կարելիան եւ այլ տարածքներ։ Այո, Ուկրաինան ստիպված է լինելու վերապրել դա եւ վերականգնվել։ Դժբախտաբար Ուկրաինան մարդկային մեծ կորուստներ է ունեցել այս սարսափելի պատերազմի պատճառով, որը երբեք չէր լինի, եթե ամերիկացիները միավորեին իրենց ջանքերը ու կարողությունները եւ խոսեին ռուսների հետ վերջին 20 տարվա ընթացքում։ անկասկած։ Նրանք չեն խոսել։ 2008 թվականին եղավ վերջին փորձը Մեդվեդևի կողմից, որն այն ժամանակ լիբերալ էր, իսկ հիմա մոլեգին ռևանշիստ է դարձել։ Եթե նրանք երկխոսեին Մեդվեդևի հետ, երբ նա նախագահ էր, միգուցե այժմ այլ իրավիճակ ունենայինք։ Համաձայն եմ։ Վերադառնալով մեր տարածաշրջանին, եթե թույլ տաք, չգիտեմ, հետևում եք արդյոք Հայաստանի շուրջ զարգացումներին։ Հայաստանի ներկա վարչախումբը միջանցք է զիջել, արտատարածքային միջանցք, որը կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ, չնայած որ նրանք պնդում են, թե դա միջանցք չէ, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ սա միջանցք է։ Այսպիսով, նրանք փորձում են մեզ հեռացնել, ստիպել մեզ դուրս գալ Ռուսաստանի գլխավորած դաշինքից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ՀԱՊԿ-ից եւ Եվրասիական տնտեսական գոտուց։ Եվ խոստանում են մեզ անվտանգության որոշակի երաշխիքներ Արևմուտքի կողմից եւ ինտեգրում Եվրոպական միությանը։ Դուք այժմ Եվրոպայում եք եւ տասնամյակների փորձ ունեցող պրոֆեսոր եք։ Լսել եք Եվրոպայում որևէ մեկի կողմից, որ իրենք պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին կամ հրավիրել Հայաստանին միանալ Եվրոմիությանը։ Ճիշտն ասած, ես չեմ լսել նման բան ոչ ակադեմիական քննարկումների ժամանակ, ոչ քաղաքական շրջանակներից։ Լավ, Կարծում եմ կարելի է որոշակի չեզոք հիմք ձևավորել Ուկրաինայի հետ միասին։ Այլ խոսքերով, նայելով այս ողջ տարածաշրջանին, մենք կարող ենք դիտարկել չեզոքության նոր քաղաքականություն Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի համար, որը կարող է նոր տեսակի ոչ միջուկային չեզոք գոտի ստեղծել ամբողջ տարածաշրջանում, ինչը կհանգստացներ տարբեր խմբավորումներին, որոնք լարվածություն են հրահրում այս տարածաշրջաններից յուրաքանչյուրում, լինի Վրաստանը, Մոլդովան թե Հայաստանը։ Բայց անվտանգության դաշինք կամ անվտանգության երաշխիքներ չկան, այդպես չէ, որովհետև այս մարդիկ, որոնք մեծ գումարներ են ստանում Արևմուտքից, տասնյակ միլիոնավոր դոլարներ, մեզ ամեն օր ասում են, թե Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պատրաստ են երաշխավորել մեր անվտանգությունը։ Տեսնում եք այդպիսի հեռանկար, որ Միացյալ Նահանգները կարող է զորքեր տեղակայել Հայաստանում կամ հրավիրել Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին, կամ երկկողմ ձևաչափով պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, կամ պաշտպանի մեզ, այդպես ինչպես պաշտպանում է Իսրայելին։ Ոչ, անկեղծ ասած ես չեմ տեսնում նման հեռանկար, քանի որ ՆԱՏՕ-ի ընդայնման հարցը գործնականում դուրս է բերվել օրակարգից, ահա թե ինչու է մեզ պետք նոր մտածողություն ամբողջ տարածաշրջանի համար, եւ միակ տարբերակ նստիչ չեզոքությունն է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ինչպես գիտեք, ձախողվեց։ Նրանք չաջակցեցին ձեզ Ադրբեջանի դեմ պատերազմում։ Թուրքիան պաշտպանեց Ադրբեջանին, կիրառելով անօթաչու թռչող սարքեր։ Դա ԱԹՍ-ների ամենաարդյունավետ կիրառումներից մեկն է, երբ այսպես ասած դրոնների պատերազմը նոր է սկսվում։ Եվ ես ուղղակի տեսնում եմ, գիտեք, Հայաստանը կարծես թողնված լինի բախտի քմահաճույքին։ Անցել է ընդամենը 100 տարի եւ իրավիճակը շտկելու համար կարծում եմ եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է վերանայեն իրենց մոտեցումներն ամբողջ տարածաշրջանին եւ զարգացնեն չեզոք դիրքորոշում։ Մենք հիշում ենք Սառը պատերազմը, երբ Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան չեզոք երկրներ էին եւ ամերիկացիները դժկամությամբ էին վերաբերվում դրան։ Կային որոշ հարցեր այն մասին, թե արդյոք նրանք պետք է չեզոք լինեն, բայց նրանք դա արեցին, աջակցեցին եւ դա աշխատեց Սառը պատերազմի ժամանակ։ Այժմ ՆԱՏՕ-ի ընդայնման քաղաքականության այս խելագարությամբ, որը սկսվեց Քլինթոնից եւ որի մասին զգուշացրել էին Սառը պատերազմի բոլոր մասնակիցները, մասնավորապես Ջորջ Քենանը, մարդկանց ամբողջ այդ խումբը զգուշացրել էր Քլինթոնին չշարունակել ՆԱՏՕ-ի ընդայնումը,
Ընդ որում հենց դա էլ ասել են քննադատները, որ որոշները կլինեն ՆԱՏՕ-ում, իսկ մյուսները դուրս կմնան։ Այս իրավիճակում մենք պետք է ինչ-որ նոր բան անենք նրանց համար, ովքեր դուրս են մնացել։ Միանշանակ։ Եվ միակ տարբերակը, որ ես տեսնում եմ, դա նրանց տնտեսապես միավորելն է եւ յուրատեսակ խմբավորում ստեղծելը, որը կունենա միջազգային ուժեր եւ կաջակցվի անվտանգության նվազագույն երաշխիքներով, բայց դրանք չեն լինի ՆԱՏՕ-ի պես։ Դա կվերահսկվի միջազգային դիտորդների կողմից։ Վերադառնալով մեր ասածին, կարծում եմ ֆունդամենտալ սխալ էր կոլեկտիվ անվտանգության, Եվրոպայում եւ Եվրասիայում ընդհանուր անվտանգության գաղափարից հրաժարվելը եւ Եվրոպան կրկին բաժանելը։ Այնպես որ ես համամիտ եմ ձեզ հետ։ Արդյոք նախագահ Թրամփը կատարում է իր խաղաղության խոստումը։ Արդյոք նա խաղաղության նախագահ է։ Արդյոք նա խաղաղություն բերեց Իսրայելին եւ Պաղեստինին։ Կարծում եք նա խաղաղություն բերեց Հայաստանին եւ Ադրբեջանին։ Գիտեմ, որ նա պարծենում է, թե ինքը մեծ խաղաղարար է եւ ես կուզեի հավատալ նրան եւ խրախուսել նրան այդ ուղղությամբ։ Ուստի ես չեմ պատրաստվում հակասել դրան, բայց մյուս կողմից նա իսկապես պետք է առաջ շարժվի բոլոր այս ուղղություններով, եթե իսկապես պատրաստվում է լինել այդ խաղաղարարը։ Ճակատագրի հեգնանքն այն է, ես դա ասացի այսօր Հունգարիայում տված հարցազրույցի ընթացքում, որ նա գործում է բազմակողմանիորեն, այնքանով, որքանով դա համապատասխանում է նախ եւ առաջ ամերիկյան կարգախոսին եւ ազգայնականությանը։ Նայեք, թե նա ինչպես կազմակերպեց Գազայի հրադադարը։ Նա ներգրավեց արաբական պետություններին, Եգիպտոսին, Հորդանանին եւ Պարսից ծոցի երկրներին, որոնք բոլորը բանակցում են եւ փորձում են հասնել նոր կարգավորման այս տարածաշրջանում։ Հիմա հարցն այն է, թե արդյոք դա կաշխատի, որովհետև թե Համասը, թե Իսրայելը ակնհայտորեն խախտում են համաձայնագիրը։ Նույնիսկ 9 օր չտևեց։ Բայց հարցն այն է, որ նա խոսում է այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին։ Հիմնականում արաբական ուժեր տարածաշրջանից, եթե նրանք կարողանան դա անել, նրանք պետք է ընդունելի լինեն Իսրայելի համար։ Նույնը պետք է տեղի ունենա Ուկրաինայում։ Պետք է միջազգային ուժեր տեղակայվեն շփման գծի երկայնքով, որտեղ էլ որ այն լինի։ Հենց որ Զելենսկին եւ Պուտինը կարողանան որոշել, թե որտեղ է այդ գիծը։ Իմ կարծիքով Ռուսաստանի շահերից չէ այս պատերազմը շարունակելը։ Չեմ կարծում, թե նրանք պետք է ավելի հեռու գնան, քան որտեղ են այսօր։ Խնդիրն այն է, որ նրանք շարժվում են դեպի Պոկրովսկ։ Այո, Պոկրովսկ։ Եվ դա առանցքային ռազմավարական կետ է, եւ Զելենսկին փորձում է խանգարել նրանց գրավելու Պոկրովսկը, բայց նրանք կարող են գրավել։ Սակայն եթե նրանք գրավեն այն, ըստ իս դա կփոխի խաղի ընթացքը։ Ինչևէ, հարցն այն է, որ շփման գծի երկայնքով միջազգային խաղաղապահներ տեղակայելը կարող է խաղաղության նոր մոտեցման սկիզբ լինել, բերել այդ չեզոքությունը։ Նկատի ունեմ, եթե ասենք լինի Պաղեստինյան պետություն, այն պետք է չեզոք կերպով ապառազմականացվի։ Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ Այն լինելու է զուտ պաշտպանական, այն չի կարող լինել հարձակողական։ Համաձայն եմ, բայց կարծում եք խաղաղապահ ուժերը կարող են երաշխավորել խաղաղությունը։ Նույնիսկ եթե որոշում կայացվի իրականում դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Եթե որևէ կողմում կա ռևանշիստական տրամադրություն, նրանք կարող են կանգնեցնել դա։ Չէ՞ որ նրանք բազմաթիվ անգամներ չկարողացան կանգնեցնել պատերազմը Լիբանանում եւ օրինակ Ռուանդայում։ Այո, բայց միշտ էլ կգտնվեն կողմեր, որոնք կփորձեն խանգարել։ Ուկրաինայում եւ այլ երկրներում կլինեն աջակողմյան ուժեր, որոնք կփորձեն խաթարել ցանկացած համաձայնություն։ Նույնը վերաբերում է նաեւ Իսրայելին։ Այնպես որ երբեք չգիտես, թե ովքեր են լինելու խանգարողները։ Այդ պատճառով էլ խաղաղությունն այդքան դժվար է պահպանել։ Բայց միթե նախագահ Թրամփը չի ասել, որ ինքը Իսրայելի եւ Համասի միջև խաղաղության համաձայնագրի երաշխավորողն է։ Նա նույնիսկ հայտարարեց, եթե դուք չզինաթափվեք, ես ինքս ձեզ կզինաթափեմ։ Այսպիսով ինչ է կատարվում։ Ինչու խաղաղություն չկա եւ ինչու նա չի պարտադրում այս խաղաղությունը։ Դա զավեշտ է։ Մի կողմից դա ամբողջությամբ հակասում է նրա խոստմանը չմիջամտելու կոնֆլիկտներին, որոնք ներքաշում են Միացյալ Նահանգներին։ Նա հակառակն արեց։ Այո, սա նոր ներգրավվածության փուլ է, որն ամերիկացիներին բարդ դրության մեջ է դնում, բայց Իսրայելին աջակցելու համար պատասխանատու ամերիկացիները այս անգամ ես դա տեսնում եմ որպես մի տեսակ պարտավորություն այն իմաստով, որ այս բոլոր տարիների ընթացքում Իսրայելին աջակցելով մենք թույլ ենք տվել, որ իսրայելցիներն անպատիժ մնան։ Ցավոք։ Այս զանգվածային սպանությունները։ Այո, շնորհակալ եմ։ Եվ իմ վերջին հարցը, եթե կարելի է։ Իսրայելի եւ Համասի միջև խաղաղության համաձայնագրում
նախագահ Տրամփը հանդես է եկել որպես երաշխավոր։ Նա երաշխավորում է այս խաղաղությունը։ Հայաստանի պարագայում մենք ունենք այսպես կոչված խաղաղության համաձայնագիր, որը ինձ համար ավելի շատ նման է Հայաստանի կապիտուլյացիայի, որտեղ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես վկա։ Նախագահ Տրամփը ստորագրել է այդ հռչակագիրը որպես վկա։ Եվ երբ նրան հարցրեցին, թե ինչ կլինի, եթե ինչ-որ բան այնպես չգնա, նա պատասխանեց. «Կարող եք պարզապես զանգահարել ինձ»։ Կարծում եք Միացյալ Նահանգները որևէ պարտավորություն ունի ապահովելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կատարումը։ Տրամփը 3 տարի անց կհեռանա պաշտոնից, որից հետո նրա հեռախոսը համարը հավանաբար այլևս հասանելի չի լինի։ Եվ ում ենք մենք այդ դեպքում զանգահարելու։ Այո, ճիշտ է։ Հիշում եք, դա Ուկրաինայի համաձայնագրի հիմնական խնդրի մասն էր։ Բուդապեշտի հուշագրով նրանք ստացել էին անվտանգության երաշխիքներ։ Դա ամերիկացիների կողմից կազմված իրավական փաստաթուղթ էր, թույլ չտալու նրանց ստանալու իրական երաշխիքներ, այնպես որ ռուսական ներխուժման առումով այնտեղ անօրինական ոչինչ չկար։ Չկար որևէ երաշխիք որևէ տերության կողմից, որը կխանգարեր Ռուսաստանին ներխուժելու Ուկրաինա, բայց հարցն այն էր, որ ուկրաինացիները հրաժարվեցին իրենց միջուկային զենքից եւ այն ժամանակ ռուսները գոհ մնացին, բայց երբ Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստվում է մտնել ՆԱՏՕ, դա փոխեց իրավիճակը։ Այնպես որ կրկին պետք է նշեմ, որ եթե նրանք չեզոք մնային եւ սկսեին համակարգել իրենց պաշտպանությունը միջազգային հանրության հետ եւ մեղմացնեին իրենց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, չեմ կարծում, որ Ռուսաստանը մտներ Ուկրաինա եւ նույնը կարելի ասել նաեւ Հայաստանի համար։ Բազմակողմանի դիվանագիտություն։ Պարզապես համակողմանի դիվանագիտություն։ Լավ։ Այս պահին դա ձեր միակ երաշխիքն է։ Փորձեք համաձայնության գալ բոլոր կողմերի հետ, թե ներսում, թե դրսում, թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների եւ եվրոպացիների հետ, եւ հետո տեսնել կարող եք արդյոք ստանալ մի քանի նվազագույն երաշխիքներ, որոնք կբերեն առարկայական որևէ բանի։ Հասկանում եմ։ Այնպես որ դուք հիմա հայտնվել եք մուրճի եւ սալի միջև։ Այդպես էլ կա։ Եվ Հայաստանն այդ իրավիճակում է առաջին համաշխարհային պատերազմից ի վեր։ Անշուշտ։ Եվ այս խաղաղության պայմանագիրը, որպես վկա ստորագրելը, արդյոք ենթադրում է այն պարտադրելու որևէ պարտավորության։ Ոչ։ Լավ։ Եվ կարծում եք, որ դա ամնի լուրջ հետաքրքրության ցուցիչ է Հայաստանի նկատմամբ, երբ նախագահ Տրամփը ասում է, եթե ինչ-որ բան այդպես չգնա, պարզապես զանգահարեք ինձ։ Եվ ի դեպ, նա կարծում էր, որ մեր երկրի անունը Ալբանիա է։ Նա նույնիսկ չէր հիշում, թե ինչպես է կոչվում մեր երկիրը։ Այո, դա իրեն բնորոշ է։ Սլովենիա, Սլովակիա։ Այո, ոչինչ, նորմալ է։ Ուզում եմ ասել, իրականությունն այնպիսին է, որ ամերիկյան քաղաքականությունն առաջին տեղում է։ Թրամփը կխաղա Միացյալ Նահանգների ներսում գործող լոբիստական որոշակի խմբերի հետ եւ կփորձի նրանցից ինչ-որ բան ստանալ խոստումների տեսքով, բայց ինչպես արդեն ասացի, դա ավելի լուրջ կդառնա, եթե ՄԱԿ-ը եւ միջազգային հանրության այլ անդամներ աջակցեն ձեզ եւ ասեն, բավական է, Հայաստանն իսկապես դժվար ինկացության մեջ է։ Եվ ձեզ անհրաժեշտ է միջազգային աջակցություն եւ ՄԱԿ-ի աջակցությունը։ Միացյալ Նահանգները ձեզ այդ հարցում չեն օգնելու։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, եթե նայեք Թրամփի ծրագիրը Գազայում խաղաղության հաստատման համար, նա այնտեղ հիշատակում է Սաուդյան Արաբիայի եւ Ֆրանսիայի ծրագիրը եւ Սաուդյան Արաբիայի ընկերների ծրագիրը։ Թրամփի ծրագրում չկա հիշատակում ՄԱԿ-ի մասին, բայց եթե կարդաք Սաուդյան Արաբիայի եւ Ֆրանսիայի ծրագիրը, այնտեղ իրականում կա հղում ՄԱԿ-ին։ Ուզում եմ ասել, նա չի ուզում խոսել ՄԱԿ-ի մասին որպես երաշխիքի, բայց դա կարող է լինել ավելի մեծ միջազգային աջակցության դուռը բացելու միջոց։ Հասկանում եմ։ Բայց դա պահանջում է իրական քաղաքականություն կուլիսներում եւ տարբեր պետությունների ակտիվացում։ Շատ շնորհակալ եմ, Հոլ։ Գերազանց զրույց ունեցանք։ Հրաշալի երեկո եմ ձեզ մաղթում։ Հույսով եմ մի օր կրկին կտեսնվենք Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Հրաշալի զրույց էր։ Հուսով եմ մի օր կկրկնենք այն։ Thank you. Very kind. Thanks a lot.